Gucci Guilty. The fragrance is for him. And for her. Լուսամուտները հանգարց չի չսնես, որ չտենան որ դու ես քշեմ եղավ։ Հրադի խպել էր, թողին ես խպեի էլի։ Նար պետքա շուտ զարկվի, որ առավոտը Վրամդեզյան իրա մեքենայով գործի գնա։ Վրեժ, մեքենան անում։ Վրեժ։ Հա, ինչ։ Ինչ-որ բան են չի։ Հա, Հարուշյանի մեքենան չկա։ Ան չեն հասնում մեքենան սարքել։ Давай, մեքենա չգնացի վրեժ, давай։ Եթե մեքենան խփել է, ասի պարոն Ալեքսանդյան, մեքենան խփել եմ։ Ուզեցի քշեմ, հետո խփեցի էլի։ Հիմի ես մեքենան ով ա խփել։ Սարքեցի ռաթորը։ Հա։ Բա ուրա։ Գարաժում գցած է, ներվանեցա տվիսա ծխի։ Ոնց թե։ Հայանը մենակ այդ աթոռն էր պակասում այս տան մեջ։ Վարուժ, բայց դու գիտես այդ ինչ աթոռ էր։ Ինչ աթոռ էր։ Վարուժ, այդ աթոռի վրա իմ պապիկն էր նստել։ Դրա համար էր պապան պահում այդ աթոռը։ Խարախ։ Բատինկա։ Բատինկա, կուրտկա, սվիտար ու մի հատ էլ ձմեռային շալվար գրի։ գա գինձել այդ նույն բաներից պետք ապեր։ Ոնց ենք առնելու, այդքան փող չկա ապեր։ Այս տարի մեկից կառնենք, մյուս տարի էլ այն մեկից։ Հիմա այս տարի ո՞ր մեկից ենք առնելու։ Ապա հիշում ես, որ մի անգամ շատ ուժեղ հիվանդացա ու մի շաբաթ գործի չէի գնում, դու էիր մի շաբաթ գնում մենակ։ Հա, հիշում եմ։ Ապրես։ Այդ են հենց այն բարակ կուրկիցս էր համոջան։ Բա իմ սապոկները հիշում ես, չէ՞ որ ջուր էր քաշում։ Այ քեզ բան, ցելոֆոնով հակի։ Բա այն ցելոֆոնով հակա էլի որ ոտերս մի համար փոքրացավ։ Դու լավ գիտես, որ ես ահավոր մրսկան եմ։ Աղբոր պես, հա։ Այս տարի ինձ ենք առնում, վերջ։ Դե գոնե սվիտերն ու շալվարը քո համար առնենք։ Կուրտկեն ու բացինկեն էլ իմ համար ապեր։ Անասած չի լինի մի հատ, ուրիշ գործա պետք չարել։ Արա ես ինչ է ուզում։ Հա, ջիգեր ջան։ Գագո, դու պլոտնիկ ես, չէ։ Ապեր չէ, պլոտնիկ չէ, սվարչիկ է։ Հա, դե որ երկաթին կպցնում ես, փեդեկը կպցնես։ Ինչի գործ կա, ջիգեր ջան։ Հա, էլ շուտ Արիմերյան։ Ես сейчас обязательно буду, ջիգեր ջան, հարց չկա։ Ոպե գործա կպել, փող կերելու տեղը ապեր։ Գոնե նորմալ տալիս, հա։ Հա, բայց մենակ ինձ է կանչում, դու ես տենց ոգևորվել։ Ապեր դե գամ իրար թափով կպնենք անենք էլի։ Արա հələ մի րոպե, հա։ Դու սվար կանել գիտես, հա։ Չէ։ Դե ուրեմն ապեր արի չի գնա երշիկը ոտ ծրի, միջև ես նորմալ կհավաքես, այնտեղ խազ բաներ կա, դրանք ես սիրուն կփակես, եղավ։ Հարց չկա, հա, ապեր պրոբլեմ չի։ Դե դու սարքի ես, հետո քեզ կվարձատրեմ։ Գործիքները կլեմ, բան սաղը տեն։ Հարց չկա, ջիգեր ջան։
թանկացումներից է, գիտես։ Մենք հլը փեջի չենք վառում։ Մենք էլ հլը չենք վառում։ Պապան ասել է, փեջը մենակ նոր տարվա օրն ենք վառել։ Մենք էլ հունվարից ենք վառելու օրը 2 ժամ։ Բայց ասում եմ, այս թանկությունն էլ մի կողմից լավ է։ Ինչն էր լավ։ Դե պատկերացնում ես հիմա ինչքան մարդ նոր տարվա սեղան չի գցի։ Ոնց որ ավելորդ ծախսից պրծանք էլի։ Այ դմբլո։ Այ ջաս։ Ասա ամբարսու։ Ապեր ասում եմ, դու կարող ես ավտոյի մագ ունենաս, որ քեզ պետք չէ, էլի, դնեմ իմ մաշնի մեջ։ Չէ, չունեմ։ Դե կամ ասենք էժանով ծախեիր առնեի, էլի։ Արա մինչև բանը գնալս մի հատ նիվ էի քշում։ Հա։ Այս նիվի մեջ մենակ $6000 աուդիո համակարգ էր հավքած, բուֆերներով, բանով, բագաժնիկի մեջ սիրուն հավքած էր, էլի։ Հա, բայց ումն էր պետք։ Հուսումն էր պետք։ Հա։ Արա գիտես քանի հատ հարսնիքը նվագեմ մաշնես։ Ինչ օրեր էին։ Մխո, ձվածեղը պատրաստ է։ Իրե գնանք ձվածեղ ուտենք։ Ձվածեղ։ Մի րոպե, դու պատրաստ ես այդքան փող մեր համար ծախսես։ Վայ ես ուրվա գծվեմ քո հումորի շուրջ արա։ Այ ախպեր, ես վերջի անգամ ես իմ երբ եմ ձուկ երել։ Բայց ասում են հավերը բունտ բան են արել, որ այդ ծվի գինը բարձացել է, էլի։ Հա, ես էլ եմ տենց լսել։ Ոնց, հավերն են բունտ արել։ Հա դե ասել են յանի մենք այդքան տանջվենք, ածենք, դուք ջրի գնով դնեք ծախեք արա, նեղվել են էլի ոնց որ։ Այ, հավեր։ Արա առաջ ասում ենք, գերեք գնանք խորոված ուտելու, մի ասում ենք գնանք ձվածեղ ուտելու։ Բա ապեր, ձուն տենց բան է։ Նորմալ է, հա։ Չոտկի է վարուշջան։ Անես։ Այ վարուշջան, ամոթ չի ապեր։ Կարող եմ ես քեզանից փող պետք է վերցնեմ։ Ալե քիչ խոսա վեկալ է։ Վարուշջան, ապեր ես ադուշի եմ արել։ Հա, դուշի ես արել, լավ ես արել, վեկալ ես։ Ապեր ինձ ինձ վատ դրության մեջ ես թողում։ Արա կարող ես սիրուն աշկերիս համար ես արել։ Պրոստը ապեր ես այն աթորը չի էլի, որ սրա համար 5000 դրամ փող ես տալի։ Հա, ինձ մնար կգցեի։ Անչի չես գցում։ Որտեվ մարդը մեկին պետք է։ Դեսա գնում եմ։ Ուր ես գնում։ Վիրահատության, չէ՞։ Չէ։ Արա ջան, արա, սենց լավ բան մենակ դու կարայիր աղբորը տա ասեիր։ Բայց ես սենց ջերմ տխուրապ է։ Ես իմ է աղբեր։ Ես լավ չի, որ իմ թաղաքավոր աղբեր ես վիճակում է հայտնվե։ Կարող է կիսվեիր կիսովի տառապենք։ Չգիտեմ, ապեր, դու ինձ կհասկանաս, թե չէ։ Ես ինչ ես ասում, կարբիտ։ Քիչ է եղել, հա, ասենք չես հիշում եմ, որ ասիր վիրահատություն ունես, աղբեր, սաղ գործերս թողեցի մնացի վիրահատության վրա։ Դե մերսի աղբեր, որ քո գործը արել ես։ Աղբեր, ես ինչի քեզ չեմ հասկացել այսքան ժամանակ, հա։ Կիսիր տխրությունդ աղբերներիդ հետ, արա։ Ինչքան շատ մարդ իմանա այդ դրա մասին, այնքան ավելի թեթև կթեթևանա քո բեռը ջոգիր։ Նոր միջանցքում մի հատ երեխա տեսա, խաղալիք պիստոլետ կար ձեռը։ Պիստոլետի ղոնդախով տվեց գլխիս աղբեր։ Մի միջանցքում է էտի արա։ Արա չէ գնաց նստի այ աղբեր արա։ Բա մեծ աղբեր բանն ես չուներ, կանչեր մի քանի հատ մեր դեֆիցիտ ամոթանքներից տային կարա։ Հետո այդ պիստոլետը դրեց գլխիս ու ասեց փողերդ հանի։ Մոտս 30,000 դրամ էր աղբեր, տվեցի իրան։ Հա, բայց հետո վեկալեցիր, չէ։ Չէ։ Քիչ ես վեկալ է, այ աղբերը։ Ապա այդ երեխան այնց նման էր մխոին։ Հələ դու սրան նայ ոնց է թաքուն մխոին կարոտում արա։
Ախպեր լավ է, որ դու Սամբուլիկը մեր մյուս ընկերները իմ կողքին եք, բայց մխոյի տեղը երևում է ախպեր։ Ինչ-որ բան ոնց որ պակասի, չէ, ախպեր։ Ես ամեն գիշեր մտքիս մեջ մխոյի հետ խոսում նոր եմ քնում։ Միա սարա է։ Չէ, վսյոտակի պետք է հետ բերել ապը մեր հին օրերը։ Արա, բայց վսյոտակի կարող է փող պտի չտա ետ երեխուն։ Ախպերս դու ոբշը մի նեղվի, ես այսօր մխոյի հետ կխոսամ, կկազմակերպեմ ընկերդ ջան, կգնանք միտը կնստենք սիրուն ձևի իրար հետ կխոսանք, կպրծնի կգնա ախպեր, թե չէ ես էլ չեմ կարող, մրա դու գիտես ինչ ա։ Աչքիս իսկականից փող պտի չտա ետ երեխուն։ Ինչքան տվեց ապեր։ 5000 դրամ ախպերս։ Բա, ինչ ես տենց ուրախ։ Ախպեր դե 5000 դրամն էլ քիչ փող չի, համոջը։ Կարող է շատ է տվել, բայց ինձ չես ասում։ Չէ, ախպեր, կարաս զանգես իրանից հարցնես։ Դրա վրա էլ ապեր, մի քիչ կավելացնես, ձմեռվա համար քեզ մի բան կառնես։ Հիմա ես ուզում ես ասես դու Սարգար, հա։ Դե բզորից ես մի քանի ժամա սրա վրա եմ։ Լավ չի։ Լավ չի էլի որ մի քանի ժամով մի հատ աթոռ պտա սարքաս։ Պարապա աշխատավար ցես բաները շուտ սարքես։ Միջև փեսագալը ցես բաները պատա սովորացել նեիր։ Եղավ զորից է։ Դե հիմա էսի վեկա տարդիր իմ սպալնին։ Ու հանգար սրա վրա չլեմ չիմանա մեկըտ նստա։ Զգուշ։ Դա, ապրես։ Դե ինչ, ախպերներ վեգալ եք, ես էլ խմենք մեր ախպերության, մեր ընկերության, մեր միասնականության և մեր համախմբվածության կենացը։ Մելն եմ կեզ թող մախոնել միանամ ես, այն ժամանակ ես կենացը կխմենք։ Արակար լուրջ եմ ասում, ախպերելը։ Այսօր էքու ցարա կարբիթը փուշը թողել է ախպեր։ Չեմ հավատա։ Արա լուրջ եմ ասում, արա, այսօր կիսվել է հետս ախպեր։ Ճիշտ է, կարբիթը մխոյին իրա կողքից հեռացրել է ախպերներ, բայց իրա սրդից չի հեռացրել ծավները տանեմ, իսկ ինչն է ամենակարևորը, իհարկե սիրտը մեռնում ձեր կյանքի։ Հաստատ կարևորը սիրտն է ախպերս։ Ես քո կյանքին եմ մեռնում, ախպեր ջան։ Ու ես դաժե մտածում եմ կարելի է թաթարախի արագի մեջ ինչ-որ բան կազմակերպել, քանի կարբիթի մոտ փոփոխություն կա, անպայման պետք է դրանից օգտվել, ախպեր ջան։ Ապե պրոստը պետք է կարբիթին վերցնենք, տանենք մխոյից տուն։ Այդքան բան ուրիշ բան պետք չի։ Ես քո ջանին էլ մեռնեմ, հենց դու էլ կառաջարկես, Սմբուլ ջան։ 100% դու կառաջարկես, ախպերս։ Մենք էլ կողքից կողքեվոլենք քեզ։ Այ։ Փալքը չափ։ Առավոտվանից հաց չի կերել։ Սենյակից էլ դուրս չի գալիս երեխես։ Այ կորանամ ես։ Սես բան կլինի արա խեղճ աղջիկ։ Ես ինչ ձևեր են ես չեմ հասկանում։ Նարեկի հետ էլ վերջնական կռվել են։ Չհասկացա, այսինքն արդեն ուղակի ընկերություններ չեն անում։ Չէ։ Բա ինչի։ Այսինքն լավավոր չեն անում։ Ես Իրենիս համար շատ անհանգիստ եմ, շատ։ Երեխես ծանր է տանում այդ բաժանումը։ Հիմա ուր է։ Իրա սենյակում փակված է։ Հա։ Չգիտեմ, ինչ ասեմ։ Այ
Ով է։ Ես եմ բալես, կարելի է։ Հա, օրիպա։ Իմ պուպուշ աղջիկ։ Էդ ինչ ես կարդում, բալես։ Կաբակամի։ Հա։ Եմ կարդացել կաբակամի։ Այն ինստիտուտում սովորելու տարիներին նույնիսկ դրա բնօրինակն եմ կարդացել, իրանց լեզվով։ Շատ հեշտ է կարդացվում, մի շնչով էլի։ Չնայած ասեմ, բալես, այդ ես եմ, որ սաղ գրքերը մի շնչով եմ կարդացել։ Պահեր լինում մեր հետ ասում էր, այ Վրամ ջան, հերիքա գրքեր կարդաս, մի հատ իջի դուրս, մի հատ տղեկ հետ բլոտա, նարդիա, բանա տեսելի զբաղվի, ասում իջի այ կնիկ։ Ես բլոտ, նարդի խաղալու հավես չունեմ։ Ու այ տենց նվիրվել էի գրքերին, խորասուզված, կլանված, գիր գրք հետևից էի կարդում, քո արև։ Բա որ տենց այն չի, մինչև հիմա գրադարան չունենք տանը։ Դե որովհետև բալես, որովհետև որ իրար գլխի մի 5 գիրք էր հավաքվում, տունը ցեցեր ընկնում։ Պարզա։ Իրենչո ջան, բալես, ես լսել եմ, որ դու առավոտվանից հաշ չես կերել։ Կարամ պատճառն իմանամ։ Կարող է սրբուին համով չի սարքում, հա։ Տրամադրություն չունեմ։ Այ կուծավը տանեմ։ Էդ ով տրամադրություն ունի որ։ Դու կարծում ես որ տղեկ հետ մենք ամեն օր գնում ենք խորոված քյաբաբ ուտելու, տրամադրություն ես ունենում եմ։ Չէ, բալես։ Այնքան որ ծամում եմ ու շուտ գալիս եմ տուն։ Այդքան բան։ Չի կարելի ցավը տանեմ։ Դի անպայման դու հաց ուտես։ Լավ էլի, բայց հո ստիպելով չի։ Չհասկացա։ Այս տանը եղել է մի բան որ ստիպելով է եղել, հա։ Հա։ Չէ, ոչ մի բանն էլ ստիպելով չի եղել։ Չէ, հնարավոր է որ մի բան ստիպողաբար ես արել, ես չգիտեմ, հա։ Չէ։ Դե որ չէ ցավը տանը, բայր ինչ կա։ Ուրեմն այդ գրքից կտրվի բալես ու իջի ներքև հաց ուտելու։ Դավայ ցավը տանը, սպասում եմ։ Դավայ Երենչո ջան։ Դավայ մեռնեմ ջան։ Հարգնայես ինձ։ Ասա։ Երանի հետ կրվել եք։ Դե հա։ Կրվելը որն է, ուղղակի անդուր խոսակցություն է։ Կարամ իմանամ պատճառը։ Այ ես էլ չեմ կարող Վրամզյայի հետ։ Այսինքն, դու Վրամ դեդայի հետ չես ապրելու։ Բայց ես էլ չեմ կարող իրան հետ ազատ չփեմ, հասկանում ես։ Չեմ կարող իրան գրկեմ, ձեռքը բռնեմ։ Իսկ իր հետ առանձին տեղ գնալ ուղղակի անհնար է դառել։ Ու էլի լիքը sense բան է։ Բայց Երանը ինչ անի։ Տաղճիկներն ընդեղ աղան, իմաց տառապում։ Դե թող հերը տեն աղջկա տառապանքները ու երևի կփոխվի էլի։ Իսկ եթե չտենա։ Իրա գործն է։ Չնայած որ ամուսնանանք էլ ոչ մի բան չի փոխվելու։ Վերահսկելու է էլի։ Հա, Վրամձա։ Նարեկ։ Կարաս գաս իմ օֆիս։ Հա։ Դե սպասում։ Վրամձան է։ Հետս խոսալու բան է։ Արդեն հետաքրքիր է։ Ասա Նարեկ։ Ինչ ասեմ Վրամձա։ Իր։ Այդտեղը այսքան վաղ ստեղ նստած էիր։ Մտքովդ հեչ բան չանցա որ ինձ ասես։ Բայց կոնկրետ ձեզ ինչն է հետաքրքրում։ Որ ասեմ այդ պրիչոսկիտ անունը կհավատաս։ Դու այդտեղը ձերս առնում, չգիտես ինձ ինչն է հետաքրքրում։ Նարեկ ջան,
Ինչ ես ուզում դու իմ աղջկանից։ Ասա աղբերս։ Ձեր աղջկանից ոչ մի բան, Վռամզյան, բայց մի բան կա, որ ձեզանից ուզում եմ։ Ինձանից։ Լսում եմ։ Վռամզյան, ախր դուք չեք թողում, որ ես ու Իրենը ազատ իրար հետ շփվենք։ Բահո։ Փաստորեն ես եմ մեղավորը։ Փաստորեն դու գտար մեղավորին, էլի, հա։ Դա։ Բա ինչ էիր ուզում Նարեկ, հա։ Ոչ էլ թողնելու եմ արա։ Դու շատ լավ գիտես, դու երբ կարաք ազատ շփվեք։ Ոնքից ինչ եք խմում, կրասոտկեք ջան։ Ինչ որ ասես։ Բայ, բա դու կյանքս։ Ես վիսկի կխմեմ։ Բայ, ես ձեր ջանին մերն եմ։ Համ ջան։ Ապեր արի Հարիկ մոտ։ Համ։ Կներես երեխեք ջանին, կներես կյանքս։ Արի, անչի կանգնեց մնացիր։ Ես ոնց ես փողերդ քամին տալի, արա։ Արի, ես իբե փոշս եմ հասկաժում։ Ապեր, կյանքը մի անգամ է կտրում, համու ջան, մի անգամ ես ապրում։ Նայ, այն մեկը քոնն է, այն մեկը իմն է։ Արա, բա ինձ ինչի ցրեցիր, Գագո։ Արա, քուրացի ես քոնն, ապեր։ Ապեր նայ։ Իդոց դուրը ոնց է կար։ Նայ։ Ապեր ուղակի սմբոլիկը, որ կա արբիտրին ասի գնում ենք մխոնից տուն, չի գա հաստատ։ Ապա դե պետք է ասենք ինչ-որ բան ա եղել, էլի մխոնից տունը, որ գա։ Հա, բայց ինչ։ Էլի չպլախիկ մեզ պետք եկավ ջոգի։ Մխոնից տուն, ապեր, ինչ-որ կիլդիմ ա եղել։ Եղել ա, դուք ինչ եք գնում։ Որովհետև այդ կիլդիմի կիզակետում չպլախիկն ա հայտնվել, ապեր։ Ես չեմ գալիս։ Ոնց, ախպել չես գալիս իմանաս ինչ ա եղել։ Չէ, հետո դուք ինձ կզանգեք, կասեք։ Սմբոլիկ ջան, ձեն հանեիր։ Ախպերեկիկ մենք եթենք տնենք ինչ է, դու կզանգենք իրան ինքը կգա։ Որովհետև չեմ թողնում իրար հետ ազատ շփվել։ Այս ամեն ինչը որ Ամերիկայում լիներ, Իրանը կարար հանգիստ փոլիս զանգեր։ Ինչ փոլիս, Նիկա, կարաս ասես, ինչ փոլիս։ Եթե մենք հմի դաժե Ամերիկայում ապրեինք, մենք էլի պետք է ապրեինք հայավարի։ Ու էլի նույն արգելքներով։ Դու այդ արգելքների պատճառով է, որ դու հասել ես այս մակարդակին ու այս բոյին։ Այդ արգելքների պատճառով է, որ հմի սաղ լավ է քու մոտ։ Բայց արգելքների ինչն է լավը, ես չեմ հասկանում։ Ես էլ չեմ հասկանում։ Այդ մենակ Վռամզյան գիտի։ Մենակ դուք գիտեք Վռամ ջաջա։ Այ աղջիկ ջան, ես ոչ մեկին էլ չեմ արգելում։ Ես ունեմ հարուստ կենսափորձ, եւ եթե ասում եմ Իրենը Նարեկի հետ չի կարա շփվի, ուրեմն չի կարա։ Բայց ախր իրանք երեխեք չեն էլի, այ Վռամ ջան։ Դու բա ինչ ես որ երեխա ես։ Իրա հայերը իրանց երեխեքին արդեն պսակում են։ Նիկա ջան, չհասկացա դու եմի ում կողմից ես։ Ես միշտ էլ Նարեկի կողմից եմ եղել։ Ուզում ես, որ Նարեկի համար լավ լինի, չէ։ Հա։ Դե վերջացավ։ Իսկ ես այս պարագայում հատեսնյակի կողմից եմ։ Ինքը հաստատ ճիշտ է ասում։ Դու որ Անուշիկ հետ ընկերություն էիր անում, իրավունքներ չէ իր ձեռքը բռնեիր։ Ամին։ Ես էլ եմ ուզում այդ իրավունք ունենամ։ Դու մխոն որ ընկերություն եք անում, մխոն իրավունք ուներ քո ձեռը բռնել։ Հա։ Իսկ մենք չունենք։ Օ ինչ աբսուրդ։ Ախր մեր ուզածային ախպեր, որ թողի նորմալ շփվենք։ Իրա ուզած է ինչ ախպեր։ Իրա ուզածայինա, որ մենք ամուսնանանք։ Բայց դուք պատրաստ չեք։ Մենք պատրաստ ենք, ապե, պրոստը ուզում ենք ինստիտուտը ավարտենք նոր։ Արա դու չես հասկանում, ես չեմ ջոգում, Վռամզյան 100% չի թողելու, ապե Իրենչի հետ շփվես, ամեն ինչ գագաթնակետին է ասե, արա չփլե ջան, արա։ Ապե չի թողի, ես էլ թաքուն կշփվեմ։ Տենամ հələ դուրը գալիս, հա թե չէ։ Հա, կարբիր։ Էլի Իրենչի հետ կապված մոմենտ, հա։ Հա։ Էլի Վռամզյան չի թողում, չէ՞ որ շփվեք։ Հա։
Դու ես մեղավոր։ Ապա չէ, դու ավելի լավ կքշես Գագ ջան։ Դե որոշը կուր են կնում։ Կյոնքս, վտանքս։ Նար վրամ ջաջան քեզ է կանչում։ Կամ հետդ։ Դու չէ արա ուր գաս է։ Ավելի ճիշտ արի։ Դե մենք ստեղ ենք աղբել։ Նիկա ջան, արի էլ տենանք ոնց ես, է։ Ոնց պետք է լինե։ Իրեն արդեն իմ մեղքն էլ է գալիս։ Ուրեմն ես վերջնականապես եկա այն եզրակացության, որ սիրող սրտերին չի կարելի եւ ընդհանրապես պետք չէ նեղացնել։ Բայց ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ Վրամ Արևշատյանի որոշումը միանշանակ մնում է որոշում։ Նարեկ ջան, տղա ջան, կամ դու հիմա այստեղ բոլորի ներկայությամբ տղամարդավարի ասում ես քո ասելիքը, որը իմ սրտից է բխում եւ կարծում եմ բխում է նաեւ բոլորի սրտից։ Կամ ախպերս հիմա մենք քեզ այստեղ ասում ենք հաջողություն ու վերջնականապես վերջացնում ես անիմաստ պատմությունը։ Всё։ Բարև ձեզ։ Բարև։ Դոշնել բերել եմ, չէ։ Բեր, հա, բայց Հաբայցը որն է, ախպեր, արա ճոտկի բերել եմ։ Հենց հիմա դիրմատը։ Կամուստանաս իմ հետ։ Ռաջան, մինչև իմ աղջկա ձեռք ընտրելը, իմ ձեռքը պիտի, ինչ եմ ասում, իմ աղջկա ձեռքը ինձնից պիտի խնդրես, տղա ջան, հասկացանք իրար։ Ռամզա, ես ձեր աղջկա ձեռքը ձեզնից խնդրում։ Լավ։ Տեղ չգնաս, արի։ Արա կարմի տեսի չարիր, արա։ Արա բա դու ինչ արիր այ ախպերան, արա չէիր կարում այդ առաջարկությունը կանգնած անեիր։ Ախպել, բայց ես էլ եմ տեսել, որ ծնկաչոք են անում։ Արա լավ, բայց դրա իմաստը որ նորա մեկը հաստատ գիտես ասելի է, հա, ախպերան։ Արա հենց հիմիկմանից չոքմս դեմ, այ ախպեր։ Բա հետո այդպես մի սոր ինչ անելու քո վիճակը, արա։ Արա կարմիտ, արա ես ինչ արիր, արա, ես չեմ հասկանում, ախպեր։ Ախպեր, բա ինչ անեի, թողի։ Իրենչոյին վերջակալապես մոռանայր։ Ես քեզ սիրում եմ։ Տղեկ ցավրվանք։ Ես ուզում եմ քո հետ ամուսնանալ։ Ամել դասել եմ էշեն խանգարի, չէ։ Ես առավոտը քեզ կտանում ինստիտուտ, հետո գալուց էլ քեզ կվերցնեմ կգանք տուն։ Մենք էլ տրագեդիա ենք սարքել։ Իմ պլանավորածից ավելի լավ է, գիտես, չէ։ Նար, դու չէիր ասել, չէ՞ որ կարպիտը մատանի բերեր։ Չէ, ինքն է տես որոշել։ Որի ես ավելի համաձայն եմ։ Լավ ստացվեց, չէ։ Էլի իմ ընկերնյակները, էլի։
Բայ մերդեմ ես դրան Ժանին, արա դե լավն են էլի, հուզով չի։ Բայ ես քու ցավը տանեմ կարբիտ, արա այդ ինչ լավ մոմենտի հասավ, չնայած ինքը միշտ էլ տենց ա եղել։ Վախ կարբիտ ջան, արա։ Կարբիտը չի մխո։ Մխո, տենաս այսքան բանից հետո Նիկան ինչ կանի։ Ոյ կարբիտ։ Մխո ես եմ։ Մոժոշ, այդ տղա մոժոշ, մոտիկ եկար, սրա մեջի $10,000 ուրա։ Դրա մեջի $10,000 է։ Հա, սրա մեջի $10,000, ուզում ես մի հատ էլ կրկնա։ Դրա մեջ $10,000 փող ա եղել։ Ես գիտեի, չէ, որ դու չես սարքել ես աթոռը, մոժոշ։ Կարոջե կես ժամ ժամանակ եմ տալի, եթե այդ փողը մոտս չեղավ, չնայած ոնց կարա տես բաներնի։ Ես ու չեմ թողա, որ սոֆայիս աչքերը թաց եղնեն։ Ապեր հեսա կզանգեմ են քերուս տղուն, հետ իր ավտոն ծախում է։ 9.5-ով կառնենք, կտանենք Վարուժին կտանք, ապեր կասենք 10-ով ենք առել։ Ապեր Գագունը, լսին, քո մեքենան ինչքան է վեր ծախում։ 6.5։ Մաշտա եք առել։ Ապեր ջան, 12,030, 10-ով վերցրեցինք էլ։ Դες մի ժամ ժամանակ գրանք այդ փողը բերեք տակ ինձ արա, հասկացաք։ Եթե 4.5-ով տաս կվեկալ եմ, հարց չկա։ Տենում ես, քերուս տղենը ուզում է վրս փող աշխատի մերզավեթը։ Փաստորեն բնավորությամբ մորականդ կոմին ես քաշել, էլի Գագու։ Եղավ, այդ մեքենան վերցնում եմ։ Ախպերս, գնացեք մելոն դեզ ամեն ինչ կասի։ Ախպեր, ինգե դարտոն կտեն, հադե $2,000։ Ամ պետք է Ռուսաստան թռնենք կամ Մոստից թռնենք։ Դու ո՞րն ես ընտրում։